Ուկրաինայի նախագահը հաղագայում է։ Նիդերլանդներում հավաքվել են Եվրամիության և Եվրոպայի խորհրդի երկրների պատվիրակները ստորագրելու Ուկրաինայի համար միջազգային պահանջների հանձնաժողով ստեղծելու մասին նոր համաձայնագիր։ Մոտ 4 տարի պատերազմի մեջ գտնվող երկրի ղեկավարի ելույթը իր խոսքով խաղաղության, անվտանգության և Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման մասին էր։ Մենք պետք է շարունակենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա և հակազդել ռուսական սպառնալիքների բոլոր հնարավոր դրսևորումներին։ Ըստ արևմտյան լրատվամիջոցների Բերլինում երկու փաստաթուղթ է քննարկվել։ Առաջինի դեպքում Ուկրաինայում բազմազգ խաղաղապահ ուժեր կտեղակայվեն խաղաղ ժամանակ մինչև 800,000 զինվոր, մոտ 100,000-ով պակաս, քան հիմա։ Ուկրաինայի վրա հարձակման դեպքում բացի եվրոպացիներից խոսակցություններ կան, որ Միացյալ Նահանգներն էլ ռազմական միջամտության հնարավորություն կունենա, սակայն ըստ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, ռազմական միջամտությունը հեռավոր ապագայի հարց է։ Մյուս փաստաթուղթը կիրագործվի մոտ ապագայում։ Գերմանիան Բունդեսվերի պաշարներից զգալի քանակությամբ ամերիկյան Sidewinder թևավոր հրթիռներ կտա Ուկրաինային։ Մեծ Բրիտանիան մոտ 710 միլիոն եվրո կներդնի ուկրաինական հոպի ամրապնդման համար։ Կիևը կստանա հոպ համակարգեր, հրթիռներ և անօդաչու թռչող սարքերի ոչնչացման համար նախատեսված ավտոմատ պտուտահաստոցներ։ ԱՄՆ գլխավորությամբ և դաշնակիցների մասնակցությամբ կստեղծվի նաև հրադադարի մշտադիտարկման մեխանիզմ։ Ուկրաինայի վերակառուցման համար ներդրումներ կարվեն, այդ թվում ռուսական սառեցված ֆինանսներով։ Սպիտակ տունը երկարաժամկետ անվտանգության երաշխիքների համար խոստանում է ստանալ նաև կոնգրեսի համաձայնությունը։ Թրամփը, ըստ Axios-ի աղբյուրների, կարծում է, որ այս պայմանների շուրջ կարող է ստանալ Պուտինի համաձայնությունը։ Կրեմլը կվերլուծի Կիևի անվտանգության երաշխիքների վերաբերյալ Եվրամիության առաջնորդների համատեղ հայտարարությունը, երբ տեսնի այդ տեքստը։ Պատերազմը դադարեցնելու բանակցությունների ֆոնին լարվում է Ուկրաինայի ներքաղաքական իրավիճակը։ Կոռուպցիոն սկանդալից ու դրա հետևանքով Զելենսկիի մտերիմ նրա գրասենյակի ղեկավար Երմակի հրաժարականից հետո Գերագույն Ռադայում պահանջում են զինված ուժերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկիի հրաժարականը։ Խորհրդարանում լիագումար նիստը ընդհատվել է սկանդալային հայտարարություններով հայտնի պատգամավոր Մարիանա Բեզուգլայայի բողոքի ակցիայով։ Խաղաղության համար իրավիճակը հուսադրող չէ նաև ռազմաճակատում։ Վերջին կադրերը, որ հրապարակել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Պոկրովսկից, վկայում են ծանր մարտերի մասին։ Ռուս զինծառայողներն էլ չեն թաքցնում։ Ուկրաինացիներն ամեն գնով ուզում էին պահել Պոկրովսկը։ Մարտերը թեթևներից չէին։ Իհարկե հակառակորդը ատամներով էր պահում քաղաքը, պայքարում էր։ Շատ մեծ է այս քաղաքի լոգիստիկ նշանակությունը։ Եվգենին Մակեևկայից է։ Պոկրովսկի հարստացուցիչ ֆաբրիկայում էր աշխատում, երբ սկսվեց պատերազմը։ Եվգենին մի ցանկություն ունի՝ տուն գնալ, ընտանիքի մոտ։ Ես ուզում եմ գրկել դստրիկիս, մի քիչ քաշքշել, հետո շոյել մազերը։ Եվգենին աղջկան 4 տարի է, չի տեսնում։ Ծովինար Բարխուդարյան, Անի Խանդիլյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։